Գերագույն հաճույք է խոսք ասել իմ ընկերոջ մասին, հրաշալի բժիշկ Արտյոմ Գյուրեղյանի մասին, մի մարդու, որ իր հրաշալի հոր Հենրիկ Գյուրեղյանի ճշգրիտ կենսունակ գենի կրողն է։ Ես ավելի պոեզիայի սիրահար մեկը չգիտեմ, ինձ թվում է, եթե առաջին տեղում է։ Իսկ եթե մարդը սիրում է պոեզիա, նա չի կարող լինել վատ մարդ, առավել ևս վատ բժիշկ։ Ինչպես գիտեք, բժիշկները և պոեզիան է հոգի բուժում, և բժիշկները մարմինն են բուժում, վերջերս ապացուցել են, որ դասական պոեզիան, դասական երաժշտությունը բուժում է մարդուն, կոնկրետ սրտի արիթմիան բուժում է։ Ինձ թվում է Արտյոմ այնքան պոեզիա գիտի, որ հաստատ պոեզիայով էլ է բուժում իր հիվանդներին։ Մտավորական է բառից բուն իմաստով, հայրենասեր, տերը մշակութային, ազգային արժեքների, իսկապես հոր արժանի զավակ։ Արտյոմի մասին շատ դժվար է և շատ հեշտ է խոսել։ Դժվար է, որովհետև շատ հարուստ անձնավորություն է իր բնութագրով, իր մտածելակերպով և շատ հեշտ է, որովհետև փառահեղ մարդ է, որպես մարդ։ Եվ ես չէ, որ պիտի խոսեմ Արտյոմի մասնագիտական ունակությունների մասին, դա բոլորը գիտեք։ Ես ուզում եմ ասել, որ փայլուն ընկեր է։ Մի մարդ, որ անհունորեն սիրում է հայ մշակույթը, հայ պոեզիան, իսկ այդպիսի մարդը ամեն ինչում տանում է իր սրտի թրթիռը։ Եվ ես ցանկանում եմ, որ Արտյոմի բոլոր ձեռնարկները, և ոչ թե ցանկանում եմ, այլ վստահ եմ, որ այդպես էլ կլինի, նրա բոլոր ձեռնարկները կավարտվեն հաջողությամբ և վախտում եմ նրան երկար և առողջ կյանք, որպեսզի նա երկար լինի մեր կողքին, որովհետև դրանով հարստանում ենք մենք բոլորս։ Արտյոմ Գյուրեղյանի, բժիշկ Գյուրեղյանի, ինչպես ընդունված է Գյումրիում ասել, ինչպես գիտեն բոլորը նրան, երբ որ ես ծանոթացա, շատ զարմացա, որ ինքը տեսակ հայտնի բժիշկ է Գյումրիում, որովհետև այդ անմիջականությունը, այդ ընկերական վերաբերմունքը, այդ ամեն ինչը ինձ զարմացրեց շատ։ Իսկ ավելի շատ զարմացրեց, երբ որ իմացա, թե ինչ արվեստասեր բժիշկ է բժիշկ Գյուրեղյանը։ Իսկ նրա բժիշկ, լավ բժիշկ Գյուրեղյան լինելը ես հասկացա, երբ որ իրեն կլինիկայում ես տեսա կլինիկայի աշխատողների շփումը իր հետ, վերաբերմունքը, էլ չասեմ հիվանդների անմիջական բարի վերաբերմունքը դեպի հիվանդները, դա իսկապես ինձ շատ ուրախացրեց։ Ուրախ եմ Արտյոմ ջան քեզ համար, ուրախ եմ, որ կա այս տեսակ մարդ։ Այդ տեսակ մարդիկ յուրահատուկ են, նրանք հաճախ չեն ծնվում, նրանք շատ քիչ են, ու դու դրանցից մեկն ես, ու ես քեզ մաղթում եմ, չէի ուզենա ասել, բայց գիտեմ, որ շատ զբաղված ես աշխատանքի մեջ, շատ աշխատանք, թող մեր հիվանդները կչանան, բայց միևնույն է, դու գիտեմ, որ դու ունես քո աշխատանքը, դու հանգիստ նստող չես, դու ամեն անգամ պրպտում ես, ամեն անգամ ինչ-որ նոր բաներ, ես որ քո կլինիկան տեսա, քո սարքած, քո այդ, այսպես ասած, ապարատուրաները, որ դու բերել էր, դա ամեն մարդ չի ուրանում է, դա միայն սրտացավ ու հիվանդներին հասկացող բժիշկը կարող էր անել։ Իմացի մենք քո ընկերներով քո կողքին ենք։ Ես էլ միշտ պատրաստ եմ քեզ օգնել ամեն ինչով, ինչպես դու ես պատրաստ օգնել բոլորին, անխտիր։ Իմ լավ
լավ ընկեր գյումրեցի Արտյոմ ջան։ Մեր երկնակամարում երևի մեզ տեսանելի մի 6 միլիարդ աստղ լինի, հա։ Մի այդքան էլ մարդ է ապրում այս փուչիկի վրա։ Ուրեմն ստացվում է, որ ամեն մարդ իր աստղն ունի։ Երկնակամարի աստղերն էլ շատ տարբեր են։ Կան խամրած աստղեր, որ ալարմ են լույս տան, ինչ որ դեղին թույլ լույսով են վառնում։ Նենց հեսա պետք է հանգեն։ Եվ կան պայծառ աստղեր, Սիրիուսն է, վեգանն է, փայլփլում են ուժեղ լույսով, բան անընդհատ ինչ-որ աշխատանք է զգում նրանց այդ լույսի մեջ, հետարքիր է, վառ են։ Եվ հիմա համեմատեմ մարդկանց հետ, մարդիկ էլ, մարդ կա, որ նենց ալարում ապրի, անհետարքիր, ամենօրյա, նենց մի կերպ յոլա է տանում իր կյանքը, կենցաղի մեջ, բանի մեջ, և կան մարդիկ, որոնք այդենց աստղերին ման փայլատակում են, միշտ կենսուրախ, միշտ փնտրտող, միշտ լավ տրամադրության մեջ, միշտ շրջապատին ժպիտ ու հաճույք պատճառող, ակտիվ բան։ Այդտենց տղեկից մեկը մեր Արտյոմ Գյուրեղյանն է։ Շատ մի ակտիվ, հետաքրքրասեր, իր գործի մեջ, բժիշկ է, բայց անընդհատ ուսումնասիրի նոր բաներ, որտեվ նույնը մնալը շատ անհամ է, շատ ծնողասեր։ Ես հիշում եմ, թե իր հոր հիշատակի համար նա ինչ մի համեր կազմակերպեց հրաշք մեր թատրոնում եւ ոնց էր աշխատում դա լինի լավ, այտենց մեծ հարգանք դեպի ծնողը, մեծ սեր դեպի ընկերը, ես մի անգամ էլ տեսել եմ քեֆի ժամանակ շրջապատված ընկերներով, այդ ինչ ուրախ, այդ ինչ ակտիվ, այդ ինչ համով մի մարդ հումորով։ Մի անգամ էլ տիկնոջս տարա իրա մոտ, ինչ-որ խնդիրներ ուներ, այդ ինչ հումորով, այդ ինչ ուշադրությամբ, այդ ինչ հավեսով նայեց, բան արեց, իմիջայլոց ասեմ, որ կապ չունի, որ իմ կինն էր, որտեղ դրանից առաջ մի ուրիշ կլիենտ կար, որի հետ նա խոսում էր եւ էլի նույն ջերմությամբ, նույն մարդամոտությամբ, դե դրա համար էլ ճիշտ են ասում էլի, Իսանը Գյումրիից կլինի։ Ուրեմն ես շատ եմ ուզում, որ մեր Արտյոմի աստղը շարունակի այդպես լավ փայլատակել երկնքում, ինքն էլ երկրի վրա այդպես գեղեցիկ կյանք ապրի եւ մարդկանց միայն ուրախություն եւ պայծառություն հաղորդի։ Անհատական իմ գործունեության առիթով Կարմը ինչպես սկսեն չղային, հետո շարունակ այսպես ոտնգայս կանգնած պատճառ եղավ, որ իմ մեջքից հավերս առաջ կան եւ գիշերները անհանգիստ անքուն վիճակներու մեջ ինամ, այս բոլորը պատճառ եղավ, որ ես շատ տգար գսկայի ինքսինքս և իրիգունը, որովհետև չէի կրնար հանգիստ կնանալ, գլխավորապես շնչառության դժվարության պատճառով։ Եվ ելանք կացինք Գենրիխ Գյուրեղյան նեարտապանական կետրոն։ Եվ հոն մեզ ընդունեց բժիշկ Արտյոմ Գյուրեղյանը և պետք է ասեմ, որ ինքը հարց ուղեց ինձի և ասավ ինչ բանից կդարաբեք, ինչ է գլխավոր ձեր բանը, և ես հայտնեցի ինչ որ հետևյալը ձեզ ասացի։ Ուրեմն անմիջապես ինքը վարքյանական որպես ախտաբան և ճանաչող իր բժշկական բարձրության առանց որևէ կերպով ինձի մոտենալու և հպելու ասաց հետևյալ բուժումի բաները պիտի գործադրեք
Եվ մասնավորաբար սա բնապուժական ուղղությամբ է, որ պետք է բուժվի։ Եվ երկու շաբաթից կպապակին, որ վերադառնաք դարձյալ եւ ասեք, թե ինչ կատարվեց ձեր ընդհանուր առողջական վիճակի վրա։ Ուրեմն ես փորձեցի այն բոլոր բնապուժական եւ այլ տեղերը, որոնք թիվով շատ չէին, փորձեցի եւ ինքսինքս շատ լավ զգացի։ Եվ կացինք եւ ես վստահ էի, որ այսպես պիտի լիներ։ Բժիշկ Գյուրեղյանի գործունեության մեջ ամենակարևորը գնահատում եմ այն փաստը, որ նա շատ բարեհամբույր է եւ ոչ միայն մեզ նրանց հետ, ովքեր ում ճանաչում է, այլ բոլորի, որովհետև ես բազմիցս լսել եմ շատ մարդիկ, ովքեր ասել են, որ գնացել ենք բժշկի մոտ եւ շատ մեծ տպավորությամբ եկել են։ Եվ ես մի անգամ, երբ գնացի մայրիկիս հերթական բուժման այցելության հետ կապված, տեսա, թե բժիշկը որքան հոգնած էր, Աստված իմ, ես հիշում եմ սոսկալի վիճակում, բայց այդ պահին չխանգարեց այդ իր հոգնածությունը, որպեսզի նորից կրկին կարողանա հիվանդի հետ շփվել եւ նորից առաջացնել հիվանդի մեջ ապրելու ցանկությունը եւ ներկա գտնվեցի շատերին, ում ընդունեց նաեւ այսպես ասած նա ժառանգորդն է իր ընտանիքի, հայրիկի եւ դա Աստված, որ այդպես ժառանգական գնա իր տղայի Գենրիխ Գյուրեղյան միարտաբանական կենտրոնին, խորին իմ շնորհակալությունը ինձ փրկելու, կյանք տալու եւ մայրիկիս, որ ինձ համար շատ կարեւոր է կյանքի վերադարձնելու եւ ոչ միայն ֆիզիկապես, նաեւ հոգեպես եւ այն վստահությունը, որ բժշկին պետք է վստահել, լավ բժշկին պետք է վստահել։ Ծագումնաբանական տեսակետից մենք էլ ենք Շիրակի դաշտերից, ջերմ հարաբերությունները արագ ձևի կայացան մեր մեջ, հումորը տեղը, խելացի, մի քիչ շուտ բորբոքվող, այսինքն իսկական լեննականցի։ Ու 80 թվին ընդունվեցինք, երկրաշարժ, Արցախյան պատերազմ, երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, բայց մի օր մի անգամ չեղավ, որ Արտյոմը պակաս պռատ դասի գար կամ պակաս պռատ պատասխաներ իր քննություններն ու դասերը։ Ու տենց 6 տարի սովորեցինք իրար հետ։ Ու այսօրվա պես հիշում եմ, լույս չկար այդ տարիները, տրանսպորտը չէր գործում, մետրոից դեպի մեզ գծված հիվանդանոցները, որտեղ դաս էին գնում, մետրոից ասենք թե Երևանի հիվանդանոց կամ Բարեկամության մետրոից դեպի Հանրապետական ոտքով էին գնում։ Այդ ծնարները խիստ էր, բայց այդ սովորելու ուժը Արտյոմի միշտ այն ժամանակ եղել է, հիմա էլ արդեն կայացած բժիշկ է իր կլինիկան հորանով կոչված։ Ես շատ ուրախ եմ, որ իր մոտ հիմա ամեն ինչ նորմալ է, տղան էլ մեր ուսանողն է, ու հետաքրքիր է, այն ժամանակ չենք կարող մտածել, որ Արտյոմը կունենա այդպես մեծ իր սեփական կլինիկան հարգանքը, որպես լավ բժիշկ, լավ մարդ Լեննականում ես էլ չի պատկերացնի, որ այսօր ստեղ կլինեմ այս պաշտոնին։ Ու մեր այդ ընկերությունը դեռ իստումա կշարունակվի, շարունակվելու միտումները կան։ Մենք էլ իրար ուշուշ ենք տեսնում դե բնական հետարությունները ես հեռացրելը, բայց տեսնելուց այդ հոգու ջերմությունը ու նախկինի հիշողությունը միշտ մնացել է մեր մեջ։ Փորձում ենք ջերմությամբ կոմպենսացնել ուշուշ տեսնել իրար։ Ախտում եմ իրան որպես կայացած բժիշկ ավելի մեծ հաջողություններ, թող ինչ նպատակներ ունի կապված կլինիկայի հետ կատարվի, իր տղաները, իր երեխաներն իրապես բժիշկ դառնան, ինձ թվում է այդ գործը իրենց գեների մեջ կա բժշկությունը, ու համեն դեպս այն բժիշկները, ովքեր ուրի հետ շփվում են եւ այն հիվանդները, ովքեր որ իրան բուժում են, իջել հիմա գոհ են։ Ես ուրախ եմ, որ Արտյոմի այդ վաղ վիճակը սովորելու ու այդպես լավ ընկեր ունեմ Ես ուղղակի շատ ուրախ կլինեմ, որ քաղաքը նման պատված լինի նման բժշկական կենտրոններով, որտեղ ես բախտ եմ ունեցել լինելու, ծանոթացել եմ Գյուրեղյան բժշկական կենտրոնի հնարավորությունների հետ եւ ինչն է ինձ շատ հետաքրքրում, որ այդ կենտրոնը միշտ լեցուն է եղել
հիվանդներով, պացիենտներով, որոնք ամենատարբեր հարցերով դիմում են Գյուրեղյանի եւ այդ մարդկանց բազմությունը խոսում է այն պահանջարկի մասին, որը կարողացել է առաջացնել Գյուրեղյանը եւ Գյուրեղյան բժշկական կենտրոնը։ Խոսելու համար նրա մասնագիտական խնդիրների մասին արդեն իսկ իմաստ չունի, հենց այդ պացիենտների բազմությունը դրանք արդեն իսկ խոսուն է։ Իսկ որպես մարդ, որպես հասարակության մեջ շփվող ազնվորություն, իհարկե ես մեծ սիրով ընկերություն եմ անում Արտյոմ Հենրիկովիչի հետ, որ ինձ համար շատ հարազատ, շատ շփման համար շատ ցանկալի ազնվորություն է, եւ ես կուզենամ, որ այն բոլոր մարդիկ, ովքեր տիրապետում են մարդկային մասնագիտական պատկանիշներին, նման լինեն հենց մեր Արտյոմ Գյուրեղյանին։